Ինչ եք կարծում, եթե պստիկ որդին անառակ չասենք, նա պիտակը կպավ անառակ, բայց հորա համար նա անառակ չէր, մոլորված կարար լինի, սխալված կարար լինի, բայց միշտ մենք ասում ենք անառակ, այդպես էլ այն ազնվորությունը, որ ունեցավ պատմուճան, դարձյալ ասում ենք անառակ որդին։ Ոչ սիրելներ, նա խորը զղջաց, խորը զղջում ապրեց, և այդ զղջումը տեսավ հայրը։ Ինչ եք կարծում, եթե նա, այսպես մտածեր, ինչն էր պատճառը, սովը նեղեց, վերադարձավ տուն։ Հետո իհարկե հայրը կուրախանար։ Չէր ուրախանա հայրը, իհարկե կուրախանար, բայց հաստատ չեր ասի, մեռած էր, կենդանացավ, կորած էր, գտնվեցավ, որովհետև հայրը տեսավ, որ ոչ թե ֆիզիկական ներկայությունն է միայն, այլ զղջում է ապրել, խորը զղջում, և եկել, և խոստովանում է իրան առաջ, ասում է, հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, սա չափվեց սիրելներ, այս խոստովանությունը չափվեց, հայրը տեսավ լուրջ է, թե լուրջ չի, որովհետև եթե լուրջ չի այդ խոստովանությունը սիրելներ, պատմուճանը մերը չի, հավատացեք։ Հիմա մեր պատմուճանը որտեղ է, եթե ես լրջորեն զղջում եմ սիրելներ, և լրջությամբ խոստովանում եմ ոչ միայն, թե որ մեղավոր մարդ եմ, այլ որ իմ վրանիս մեջ հողի տակ թաքցրած շատ ցանկություններ ունեմ, շատ մեղքեր ունեմ, այս դեպքում հավատացեք, էլ նա քո վիճակին չի նայում, որ տկար թույլ ընկած մեղավոր մարդ ես, նա անմիջապես ասում է պատմուճանը բերեք, և այդ պատմուճանը, և կոշիկը, և մատանին մեզ է պատկանում, եթե խորը զղջում ենք ապրում, էլի եմ ասում, եթե խորը զղջում ենք ապրում։ Փառք Տիրոջը սիրելներ, ուրեմն շատ կարևոր է, որ հասկանանք, որ եկեղեցու մեջ մեկ հոգին կարող է պարտություն բերել, եկեղեցուն ամբողջությամբ պախարակել, կարա այդպիսի բան լինի, որովհետև մի օրգանիզմ է եկեղեցին, մի օրգանիզմ է, և կարա մեկ հոգին հաղթություն բերել, էդ էլ կարա լինի,